Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվեր-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր, մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին։ Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի եւ տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկյաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվակ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական եւ արութայինների գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-ից 2018 թվականների ընթացքում նախագահի առաջին օգնական Արմեն Գևորգյանն իր գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է մոտ 5 միլիարդ դրամի չափով ապօրինի եղանակով ստացված եկամուտները։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջոցությամբ։ Հայտնի է դարձել Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի անունը, ինչպես հաղորդում է ադրբեջանական ապագործակալությունը, Բաքվում դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Մոժդապա Դամիր-Չուլուն։ Մադրիդի Ռեալի եւ Խորվաթիայի հավաքականի 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի Միլանում, այս մասին հայտնում է Լա Ռեպուբլիկան։